Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Գիտություն նշանակում է իմանալ, ճանաչել, ուսումնասիրել։ Իսկ անտիկ հույն ողբերգակ Էսքիլեսը ասում էր, որ իմաստունը նա չէ, ով շատ գիտի, այլ նա, ում գիտելիքներն օգտակար են։ Հիմա այսօրվա մեր գիտնականների հետ պարզենք գիտելիքի եւ օգտակարության դերը մեզանում ինչ վիճակում է։ Այս թեման քննարկելու համար հրավիրել ենք Նաիրա Այվազյանին, Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն եւ Վիկտոր Համբարձումյանի անվան բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին։ Ինչպես նաեւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ ակադեմիկոս քարտուղար պարոն Արթուր Իշխանյանն է մեր հյուրը եւ Ռոբոմարտ ընկերության տեխնոլոգիական տնօրեն Գիտուժ նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։ Բարև ձեզ, պարոններ։ Բարև ձեզ։ Եվ ինչպես հաղորդում այս անգամ սկսեցինք Իգական սերը ներկայացուցիչից, հենց սկսենք Տիկին Այվազյանից, առհասարակ ինչ իրավիճակում է գիտությունը Հայաստանում, որքանով է այն պետության ուշադրության կենտրոնում, ինչ գնահատական ունեք դուք այս ամենի մասին։ Կարծում եմ բավականին ուշադրության կենտրոնում է, այլ պլյուս նշանով թե մինուս, այստեղ իհարկե կարելի է մտածել։ Ես ինքս ենթադրում եմ, որ բավականին ակտիվացել է գիտական կյանքը, սակայն ինչքանով դա տեսանելի է մեր սովորական ժողովրդին, ինչքանով իրանք տեսնում են այդ ակտիվության, այսպես ասած, արդյունքները, կրկին վստահ չեմ, որ հասանելի է հանրությանը։ Առաջին հերթին իհարկե ակտիվացել է, որովհետև այո, եղել են շատ լավ ներդրումներ, գումարային բավականին մեծ ավելացումներ եւ սպասում են հետաքրքիր ինչ-որ ձևափոխումներ, ռեֆորմներ, այդտեղ արդեն գիտնականների կարծիքները բաժանվել են, կամ որ լրիվ կողմ են ռեֆորմներին, կամ որ դեմ են էապես, բայց իրականում խնդիրը նրանում է, որ թվում է, թե իրանք գիտնականները այդքան շատ չեն մասնակցել այդ ռեֆորմների մշակմանը, ձևավորմանը եւ դա հրամցվում է որպես իրականություն, որը մի քիչ կարող է լինի դրական զարգացման առումով, բայց կարող է նաեւ ինչ-որ ոլորտներ եւ ուժեղ կողմեր եւս կորցնենք այդ ընթացքում, այդ մտավախությունը բոլորի մոտ կա։ Հիմա հայտնի է, որ կան գիտնականներ եւ մեր գիտական ներուժը sense ավանդական ինչ-որ շատ հզոր է համարվում, բայց նաեւ պետք է լինեն գիտության կազմակերպիչներ կամ մենեջերներ, որ այս ամենը տեղ հասցնեն։ Պարոն Իշխանյան, Գիտությունների ակադեմիան է այդ մենեջերը, որը պետք է կարողանա եւ տեսնի, եւ խթանի, եւ ուղղորդի, եւ վաճառի։ Նոր վերջերս ընդունված բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի եթե տառին համահունչ խորհենք, ապա այդքան էլ չէ։ Այն միայն խաղացողներից մեկն է, ինչ որ ազդեցություն այո իհարկե կունենա, բայց ես չեմ կարծում վճռորոշ, որովհետև ազդեցության լծակների մեծամասնությունը գտնվում է գիտության լիազոր մարմնի գիտության պետական կոմիտեի ձեռքին։ Ակադեմիան ունի որոշ ազդեցություն, ոչ շատ։ Նախ վարչական լծակներ այլևս չունի գիտական հաստատությունների նկատմամբ, երկրորդ, ուրեմն ֆինանսավորման ծավալների տեսակետից զգալի մասը գնում են թեմատիկ ծրագրերով, որոնց ոչ հայտերի գնահատման, ոչ արդյունքների գնահատման գործում նույնպես ակադեմիան իր մասը չունի։ Ակադեմիայի ազդեցությունը ինչ որ չափով վերաբերում է բազային ծրագրերին,
այդտեղ եւ արդեն ոչ ֆորմալիզացված գործունեություն, այսինքն ակադեմիան հանդես գա որտեղ մի վայր, որտեղ հավաքվեն տարբեր տիպի խմբեր մարդկանց, անցկացվեն գիտաժողովներ, քննարկումներ եւ այլն եւ դրա միջոցով փորձի ազդել, բայց դրանք գործնական միջոցներ չեն, այլ ավելի շատ, այսպես ասեմ, գաղափարական միգուցե։ Դուրս եկա, որ ինչ որ երկրորդական դեր ու երկրորդական ես չի ասի, երկրորդ խաղացող, այսպես ասած, հա, որովհետեւ պահեստային։ Չէ, պահեստային։ Նստարանում նստեց։ Պահեստային չէ։ Եթե ճիշտ արտահայտվենք, ապա այս պահին գիտության ոլորտի կարգավորման գործում հիմնական դերը դա գիտության պետական կոմիտեինն է, բայց ինչ որ չափով նաև գործում է ակադեմիան, ինչ որ չափով։ Եվ նաև իհարկե բուհերը առայժմ, օրինակ Երևանի պետական համալսարանը ինքնուրույն որոշակի քաղաքականություն կարող է։ Դուք նշեցիք բարձրագույն կրթության գիտության մասին օրենքը, որի նախագծի դուք գիտությունների ակադեմիան չէր մասնակցել, ճիշտ է։ Մասնակցել է, բայց ոչ բավարար չափով։ Համենայն դեպս գիտությունների ակադեմիան իրականացրել է բազմաթիվ քննարկումներ, ներկայացրել է բազմաթիվ առաջարկներ, ցավոք սրտի դրանց գերակշիռ մեծամասնությունը չի ընդունվել, հաշվի չի առնվել, այնպես որ ակադեմիայի մասնակցությունը այդ օրենքի մշակմանը կարելի ասել նվազագույն է։ Հասկացանք։ Պարոն Միքայելյան։ Ինստիտուտները Այլևս ակադեմիայի կազմում չեն։ Հիմա ով է պատվիրատուն։ Պատվիրատուն միշտ էլ պետք է պետությունը լիներ եւ կա որևէ վարչական մարմնի միջոցով։ Հիմա դա մեր նախարարությունն է ԳԳՄՍ-ը, որի մարմինը առաջտաբաժին էր, հիմա առանցին կոմիտե է կոչվում, բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն է։ Կարծես այդպես դա ձևական կողմը։ Բայց ընդհանրապես պարզ է, օրինակ ես իմ կողմից եթե ասեմ իմ մասնագիտության, պարզ է, որ բարձրագույն գիտության կոմիտեում աստղագիտության մասնագետներ չկան։ Բազմաթիվ այլ տնօրեններ նույն եկավակային, որ այդպիսի մասնագետներ չկան, այդ դեպքում իրենք կազմակերպում են կամ պետք է կազմակերպեն փորձաքննություն ներգրավելով համբարձան մասնագետների, այլ հարց է թե դա ինչքանով է հաջող կամ անհաջող արվում, բայց դա է ճանապարհը հավանաբար։ Բացի այդ, քանի որ մենք ընդհանուր երկրի շահերի մասին ենք խոսում, գիտության կարևորության կամ կիրառությունների, պարզ է, որ պետությունը ինքը պետք է հասկանա ինչպիսի նշանակություն դեր է տալիս գիտության, ինչպիսի տեղ է տալիս գիտության եւ ինչքանով է կարևոր դա Հայաստանի համար։ Ես ուզում եմ մեջբերեմ Համբարձումյանի խոսքը, որ ասում էր Հայաստանը լինելով փոքրիկ երկիր, թե տարածքով, թե բնակչությամբ, թե տնտեսական ցուցանիշներով չի կարող շատ էական դեր խաղալ, օրինակ տնտեսական զարգացման առումով, բայց գիտության առումով կարող է, որտեղ գիտության մեջ կարևոր չի քանի հոգի ես, օրինակ հիմա չինացիներին չվիրավորենք, բայց չինացիների մեջ կարող է 1 միլիարդից մեկը խելացի լինել, Հայաստանում 1 միլիոնից մեկը, արդեն մենք 1000 անգամ առավելություն ստացանք այստեղ, պայմանական թվեր եմ իհարկե ասում, եւ պարզ է, որ հայ ժողովուրդը պատմականորեն էլ, հիմա էլ, խորհրդային ժամանակներում, բոլոր ժամանակներում եթե դիտարկենք, շատ մեծ ներդրում եւ կարեւորություն է ունեցել գիտության մեջ, լինելով փոքր ժողովուրդ, փոքրականակ։ Ես գիտեք, մի անգամ հարցազրույց եմ տվել հատուկ նվիրված հետեւյալ թեմային, թե ինչպես են տարբեր ազգերի ներկայացուցիչ գիտնականները խորհում, մտածում, մոտենում խնդիրներին։ Եվ ամեն ազգ ունի իր կերպարը, իր մտածելակերպը, մոտեցումները, իհարկե բացառություններ կան, չենք իդեալականացնում այս ամեն ինչը, բայց միջինացված դա կա։ Եվ հայ ժողովրդի դեպքում ես կասեի ամենա երևի առաջնայինը դա մտքի ճկունությունն է։ Դա իրոք մեր մոտ մենք շփվում ենք, չէ՞, բոլոր գիտնականներով իրար հետ եւ կարող ենք իրար գնահատականներ տալ, հասկանալ։ Եթե ուզում եք, ես կարող եմ բոլոր ազգերի մասին, օրինակ ամերիկացիների մոտ գլխավոր մոտեցումը դա մի ժամանակ տերմին կար, չգիտեմ հիմա օգտագործում են թե չէ, գիգանտամանիա։ Գիգանտամանիան է դա ամերիկացիների մոտ հավաքվում են, ասենք 20 համալսարան, 1500 աստղագետ, օրինակ կոնկրետ մեր պրոյեկտներից ասեմ, մի քանի միլիարդ դոլար արժի այդ պրոյեկտը եւ նույնիսկ Միացյալ Նահանգներում մյուս բոլոր պրոյեկտները մրցակցելու շանս չունեն, ուր մնաց Հայաստանը կամ մեկ այլ երկիր առանցի մեջ։ Եվրոպացիները միավորվել են, օրինակ աստղագիտության մեջ հայտնի է կա
եվրոպական հարավային աստղադիտարան, ու հարավային է կոչվում պայմանական, որովհետև Չիլիում է դիտակները, բայց դա միացյալ եվրոպական աստղադիտարան է, 14 պետություն, ամենակարևոր եվրոպական պետությունները, տնտեսապես ամենահարուստ եւ գիտականորեն, եւ միասին կարծես մրցակցության մեջ փորձում են մտնել Միացյալ Նահանգների հետ, որովհետև շատ դժվար է այսօրվա աշխարհում։ Դե օբյեկտիվ այսպես պատկեր եթե հասկանանք, Հայաստանը ինչ կարող է անել։ Եվ ուրեմն դե գլխավորն է իմ կարծիքով համագործակցելը։ Համագործակցել, մասնակցել միջազգային խոշոր նախագծերին, ինքնուրույն Հայաստանի գիտնականները ինչ որ խնդիրներ կարող են ուտել տեղական նշանակության, քանի որ երկրի ներսում միշտ կլինեն այդպիսի պահանջներ, դա էլ արդեն պետության հետ ճիշտ հարաբերակցության դեպքում լավ արդյունք կտա, բայց եթե մենք ուզում ենք իրոք որ զարգանանք այսօրվա աշխարհում, ոչ թե հայտնվենք խաղից դուրս, կարծում եմ խոշոր պրոյեկտների մասնակցելը մեծ համագործակցությունների մեջ մտնելն է։ շատ լավ, իսկ այս նորարարությունները, այս պատվիրատու փոխել եւ այլն դա նպաստում է։ Ես կասեի, գիտեք, ես կասեի դա էական կարևորություն չունի։ Դա մենք հիմա ակադեմիային մեր հարազատն ենք համարում, բայց բյուրականի աստղադիտարանը կոնկրետ շարունակել է նույն ձևով աշխատել։ Եթե մենք մեր վերադասին փոխում են, չի նշանակում մենք պետք է փոխենք մեր գործելավոճը եւ այլն եւ այլն։ Կարող է վերադասն է փոխում ձեր գործելավոճը։ Այ դա հնարավոր է, եթե բայց այստեղ վարչարարությունը սխալ գնա, աստղագետներ եւ հետեւաբար դուք կարծեք թե անկախ եք դառնում։ Տեսեք, եթե վարչարարությունը սխալ քայլեր անի, պարզե դա կխանգարի։ Եթե թույլ տան գիտականներին աշխատել իրենց գիտական պոտենցիալի սահմաններում, բնականաբար դա նույնը կլինի, ինչքան էլ լավ հնարավորություններ ստեղծեն, ավելի արդյունավետ կլինի։ Պարզ է, մի քիչ ազդեցություն դա ունի, համաձայն եմ։ Բայց հիմնականում այն պոտենցիալը, որ մենք ունենք, այ դա պետք է մտածենք ինչ ունենք եւ դրա շուրջը կառուցենք։ Ցավոք սրտի այդ մոտեցումը չկա Հայաստանում։ Հայաստանում ընդհանրապես չկա մոտեցում եւ չի եղել այսքան տարիների ընթացքում, օրինակ կադրերի վերաբերյալ ճիշտ հաշվարկ, ճիշտ մոտեցում։ Օրինակ Հայաստանում քանի մասնագետ է պետք այս ոլորտում կամ այն ոլորտում, որևէ մեկը մտածել է երբևիցե, որևէ բուհ ինչ մասնագիտություն ուզում է, դնում է եւ կներեք այդ բառի համար արտադրում է համապատասխան շրջանավարտներ։ Հետո հայտնվում են մարդիկ, որ տեղ չեն գտնում, աշխատանք չեն գտնում, գնում են այլ ոլորտներում են աշխատում։ Կամ երկրից են գնում։ Այո, Հայաստանի բնութագրական իրավիճակը այնպեսին է, որ մարդիկ իրենց մասնագիտությամբ ոնց որ չաշխատեն զգալի մասը։ Մենք այդ հարցին կանդրադառնանք եւ կադրերին եւ թե որը ինչպես է չափում։ Ռոբոմարտը ում դեմ է մարտնչում։ Եվ գիտուժ նախաձեռնությունը ինչ է չափում։ Գիտությունը առաջնորդին համակարգ է ու պետք է հասկանանք թե ինչպես է այդ համակարգը հզորացնում երկիրը, տվյալ դեպքում Հայաստանը։ Հա ու աշխարհի փորձը շատ լավ ցույց է տալիս, որ այն տեղային կիսատ լուծումներով դա հնարավոր չէ իրականացնել։ Ինչի եմ ասում տեղային կիսատ, որովհետև վերջին տարիներին ինչ մենք տեսնում ենք, այո, որոշ շարժ կա, դրական փոփոխություններ կան, բայց դա տեղային կիսատ լուծումներ են իրականում։ Համակարգային մոտեցումը մինչև այսօր էլ մենք չենք տեսնում, ու մեր աշխատանքը հիմնականում հենց դրան է միտված, ելնելով մեր առաքելությունից, որպես նախաձեռնություն, որ մեր առաքելությունները զորացնել Հայաստանը գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով, հա, մեր աշխատանքը տանում ենք այդ առաքելությունից ելնելով։ Մասշտաբ պատկերացնելու համար ասեմ, որ այս պայն արդեն 200-ից ավել անհատներ են հիմնադիրներ, ղեկավարներ, ընկերությունների եւ 24 մեծ բիզնես ասոցիացիաներ եւ հիմնադրամներ, ովքեր աջակցում են, ովքեր մեր մեջքին կանգնած են, որ այս առաքելությունը առաջ տանենք։ Եվ հիմա խնդիրը նրանում է, որ մենք մի քանի տարի առաջ կարողացանք աշխատելով նախարարության հետ, հա, կառավարության հետ, ազգային ժողովի հետ ավելացնել գիտության համար հատկացումները, բայց պետք է առանձնացնել ակադեմիական գիտությունը եւ գիտությունը, որը ուղղված է այո, կիրառական, որը շատ ուժեղ շահկապված է նաեւ ճարտարագիտության հետ։ Հա, մենք հաճախ որ գիտություն ասում ենք, տարբեր իմաստով ենք այդ բառը կիրառում, հա, մարդկա ասում է գիտություն, հասկանում է նաեւ ճարտարագիտություն, մարդկա ասում է գիտություն, հասկանում է մենակ ակադեմիական գիտություն, դա շատ կարևոր է որ տարբերակ ենք, հա, հիմա այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել են էներգիան, որ սենց տրվել է, հա, այն ռեսուրսները, որ ներարկվել են համակարգի մեջ, հիմնականում տեղի ունեցել ակադեմիական գիտության մասով։ Ու հիմա մեր մոտ խնդիրը նրանում է, որ մեր պետական պատվերի կամ ծախսերի 90%-ը, որ գնում է գիտական հետազոտություններին եւ մշակումներին, հա, տեխնոլոգիական մշակումներին, գնում է ակադեմիական գիտությանը։ Այս մոտեցումով
անհնար է ապահովել այդ գիտության ազդեցությունը իսկապես երկրի հզորացման վրա։ Մենք վերջին տարիներին շատ ակտիվ աշխատում ենք նրան, որ պետք է աշխատել արդեն պատվերի տեսանկյունից, որ ավելի շատ կապված է տնտեսական կարիքներից եւ անվտանգային կարիքներից, որովհետեւ եթե այդտեղ մենք պատվերի մեխանիզմներ չձևավորենք, իսկ դրանց մեծ մասը դեռ ձևավորված չի, հա, խոսքը նույնիսկ չի գնում, քիչ ենք ֆինանսավորում։ Հարցնում եմ, որ մեխանիզմները ինստիտուցիոնալ ձևավորված չեն։ Չգիտենք։ Այսինքն մենք որպես ինքնիշխան պետություն երևի դեռ չենք հասկացել, որ մենք արդեն անկախ պետություն ենք։ Մենք պետք է ինքնուրույն մեր խնդիրները լուծենք, հա։ Մենք մնացել ենք այդ դեռ հələ այն կիսա ինչ որ բաներ ստեղծել ենք անկախացումից հետո, ասենք նույն գիտական կոմիտե։ Խորհրդային այդ շղարշը շատ ամուր դեռ մնացել է։ Այո, որովհետև նայեք, տեսեք, գիտության կոմիտե Հայաստանում խորհրդային տարիներին չկար։ Այն ստեղծվել է անկախության տարիներին, որովհետև ինչ որ մի բայի, ինչ որ մարդիկ հասկացել են անկախացումից, եթե չեմ սխալվում, 16 տարի հետո, հա, 2007 թվականին է, չէ՞, ստեղծվել։ 16 տարի հետո մենք նոր հասկացել ենք, վայ, մի հատ ատրիբուտ կա պետական, որ ինքնիշխան պետություններ ունեն, ու մենք չունենք։ Եկեք սարքենք։ Հա, դրանից բայց ինչ պետք է անել, դեռ չենք բարձել։ Դե իրանք իրենց մասով, հաշվի առնելով, որ մյուս մասերը դեռ ձևավորված չեն, փորձել են անել, չի ստացվել։ Հիմա վերջին տարիներին էլ ավելի լավ է ստացվում անել, որտեղ ռեսուրսներ են, բայց դա մեկը համակարգային ազդեցություն չի կարող ունենալ։ Հիմա 25 տարի հետո անկախացումից հետո 2016 թվականին ստեղծել ենք ռազմաարդյունաբերության կոմիտեն։ Էլի հայտնի պատճառների հետևանքով, հա, Կարողի պատերազմից հետո մեկ էլ մի օր արթնացանք, հասկացանք, վայ, բարձում է ինքնիշխան պետություններին հարկավոր է այսպիսի ատրիբուտ, հա, որը պետք է աշխատի։ Բայց նաև նախարարություն ունենք, չէ՞։ Բայց սա ամբողջական դեռ համակարգ չի։ Մենք օրինակ անվտանգային բազում այլ խնդիրներ ունենք, սկսած բարենային անվտանգությունից, էներգետիկ անվտանգություն, ջրային ռեսուրսներ, առողջապահական խնդիրներ եւ այլն, որոնց հարցում գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիական մշակույթների պատվիրատու մարմին Հայաստանում ինստիտուցիոնալ գոյություն չունի։ Իսկ նախարարությունների առջև այդպիսի խնդիր դրված չի։ Բայց յուրաքանչյուր այդ պարագայում նախարարությունը ինչ որ մի բանի պատվիրատուն է դառնում։ Այս կամ այն ոլորտում։ Որպես հետազոտություն եւ մշակումներ, որպես երևույթ, իմջայլոց մենք անցած տարի առաջին անգամ Հայաստանի օրենսդրության մեջ ֆիքսվեց այդ արտահայտությունը, հա, հետազոտություններ եւ մշակումներ, անգլերեն ասում են research and development։ Ամբողջ աշխարհը դրանով ապրում, մենք նույնիսկ օրենսդրական բան չունեինք, սահմանում չունեինք։ Իսկ որ ունեցանք ինչ եղավ։ Դե գոնե սահմանվել է, հիմա գիտենք ինչի մասն ենք խոսում, հա, այսինքն եթե մինչև այդ խոսում էին գիտություն, ասում էին գիտություն, հասկանում էինք կամ հետազոտություններ եւ մշակումներ, կամ ուղղակի մենակ ակադեմիական հետազոտություններ, ով ոնց մտքում մտածում էր, տենց էր հասկանում։ Հիմա ունենք միջազգայինորեն ընդունված սահմանների իման վրա մի հատ եզրույթ, որի շուրջ արդեն կարող են գոնե մի լեզվով խոսալ։ Դա դեռ լեզվում ասեմ, տենց համակարգային բան չի փոխել, բայց ում ասեմ դեռ ինչ առաջի քայլեր ենք էլի իրականում անում, ու այդ մասով հիմա մենք փորձում ենք մեր աշխատանքը ոնց է գիտուժի ուղղված նրան, որպեսզի ինստիտուցիոնալ բացը լրացնենք եւ այստեղ շատ կարեւոր է, որ մենք տեսնում ենք, որ կառավարությունը անդադ կարծես հապաղի է կարևորագույն հարցով զբաղվելու, բայց ինչ որ առաջընթաց կա, մենք անցած տարվա վերջին վերջապես կարողացանք համոզել ամենավերջին, ոնց որ բարձր մակարդակում, որ ինստիտուցիոնալ բաց կա եւ պետք է այդ բացը լրացնել։ Հիմա այդ աշխատանքը ումով լրացնել։ Գիտեք, միջև մենք ընկած ինչ որ բացեր ենք մեկ այնտեղ մեկ այլ բան բացվում նորից։ Եվ հետո նոր հեծանիրներ ենք ստեղծում։ Նոր երիտասարդը չի ուզում գնա դրանով զբաղվի, ինքը ուզում է միանգամից իր կյանքը տեսնի առաջիկայում։ Ես դեռ համաձայն եմ, մեզ ընդհանրապես մենք գոհ չենք արագությունից փոփոխությունների, հա, բայց ամեն դեպքում ոնց որ երկու տարբերակ կա, կամ ոնց որ հանձնում ենք, ասում ենք, ուրեմն չի ստացվում, կամ աշխատում ենք եւ փորձում ենք անել ինչքան արագ։ Մենք որպես հանրային նախաձեռնություն, ապակուսակցական, մենք մեր ոնց որ մոտեցում ունենք, որ փորձում ենք դրան լուծում տալ եւ եկեք փորձառություն ունեցող Պարոն Իշխանյան, այո, մեր գիտությունը ծերանում է, թե ոչ, ինչու պետք է երիտասարդը զբաղվի գիտական գործունեություն ծավալի, արդյոք այդ հատկացումները ֆինանսական, որոնց մասին նշեց Տիկին Այվազյանը, որպես դրական միտումներ բավարար են, որպեսզի մարդը գնա եւ զբաղվի այդ դժվար ճանապարհով։ Մենք պիտի գիտակցենք, որ գիտությունը մեծ հաշվով Հայաստան ներդրվել է խորհրդային դարաշրջանում եւ այն ներդրվել է չլինելով պատասխան, չհանդիսանալով պատասխան այն խնդիրների եւ հարցերի, որ ուներ հայ ժողովուրդն այդ ժամանակ։
ինքնին մի շարք մեխանիզմներ ինստիտուցիոնալ դրանք չէին ստեղծվել, արարվել հայ ժողովրդի զարգացման բանը պատճառով իր բնականոն զարգացման, այլ ներդրվել էին խորհրդային մեծ համակարգի կողմից։ Եվ այդ համակարգի վերացումից հետո պարզվեց, որ ահռելի դաշտ կա ինչ որ բաներ անելու եւ ցավոք սրտի դրանից բացի նաեւ տեղի ունեցավ շատ լուրջ դեգրադացիա ընդհանուր գիտական համակարգի, գիտական կադրերի արտահոսք, հա, մոտ 30,000 գիտնականից, որ մենք ունենք անկախության շեմին, 20 թվականին մենք ունենք 3,000-ի կարգի, հա, առաջին հերթին բոլոր դեպքերում ֆինանսավորման մակարդակը բավարար չէ։ Սա ֆիքսենք։ Երկրորդ, ֆինանսավորման ստրուկտուրան, կառուցվածքը անընդունելի է։ Պարոն Շավերյանն արդեն նշեց, որ այն հիմնականում գնում է ակադեմիական գիտության, մինչդեռ այ ազդեցությունը հասարակության վրա, հասարակության կյանքում կլինի, երբ որ կիրառական մշակումները էապես ֆինանսավորվեն։ Այստեղ երկու հարց կա, դա միայն պետության գործը չէ։ Ինչու, որովհետև ողջ աշխարհում այդ մասի ֆինանսավորման մի առյուծի բաժինը մասնավորին է պատկանում, իսկ մասնավորը Հայաստանում ունի համարյա զրոյական ներդրում գիտության զարգացման մեջ։ Երբ մենք անում ենք առաջարկ Հայաստանին, երբ ասում ենք, առաջին առաջարկը պիտի լինի հանրությանը եւ մասնավորին, որովհետև առանց մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավման պետությունը չի կարող իր վրա վերցնել, ոչ միտեղ չկա դա աշխարհում, իր վրա վերցնել 100% ֆինանսավորում։ Մենք ունենք նաև այլ ավելի խորքային նույնիսկ խնդիրներ։ Ես բերեմ այսպիսի մի օրինակ, որ 21 թվականին ուրեմն առաջատար հետազոտությունների ծրագրի եւ դրանից հետո տարատեսակ ծրագրեր, հրաշալի ծրագրեր իմիջիալոց, որ գիտության կոմիտեն ձեռնարկեց, եւ մինչ այդ էլ իհարկե մշտապես քաղաքականություն էր տարվում, որ բոլոր ծրագրերում ընդգրկվեն երիտասարդներ։ Եվ ահա օրինակ ֆիզիկայի ոլորտում 23 այդպիսի ծրագիր ֆինանսավորվեց, յուրաքանչյուրում կարելի էր ներգրավել, երկու հոգի պիտի լինեին նախ, երկու հոգու էլ կարելի էր հետագայում ներգրավել լրացուցիչ ֆինանսավորմամբ, չօգտագործելով արդեն տրված ֆինանսները։ Այդ լրացուցիչ ֆինանսները կային, բայց 46 ուսանող ուղղակի մեր մագիստրատուրաներում չկար։ Ֆիզիկայի ֆակուլտետում տեսեք անկումը, եթե 2007 թվականին դիցուկ արդեն լրջորեն ընկած 105-110 հոգի էր ընդունվում, այն էլ բարձր 40 բալից հնարավոր 35-ից 37-ից բարձր միավորներով, ապա 10 տարի անց ընդունվում էր 15 հոգի, որը եւ բալերն արդեն 2-3 անգամ միջած։ Պաստորեն ով գալիս էր կարող է ընդունվել։ Ստացվում էր, մենք պիտի հասկանանք, որ օրինակ անհրաժեշտ էր 44-օրյա պատերազմի ժամանակ նոյեմբերի 2-ին կա հրապարակված, ես անձամբ կոչով դիմել եմ կառավարությանը, դեռևս ասելով, որ անհապաղ անհրաժեշտ է սահմանել կրթաթոշակներ բնագիտական ոլորտի բոլոր ուսանողների համար։ Դա պետք է դառնա ոչ միայն ծրի, այլ ուղղակի կրթաթոշակ տրվի։ Պետական կարևոր քայլերից մեկը։ Եվ երբ մենք հաշվում ենք, թե որքան ներդրումներ են պետք դրա համար, պարզվում է աննշան։ Մի քանի միլիոն դոլարի ուրեմն անհրաժեշտ է ուղղակի ներդրում կատարել, ապահովելու համար բնագիտական ոլորտի բոլոր ուսանողների կրթաթոշակներ։ Ոչ թե նրանք վճարովի լինեն, այլ կրթաթոշակներ, ինքն էլ նորմալ կրթաթոշակներ։ Դու հիմա բերեմ ձեզ կոնկրետ օրինակ, մանկավարժական բուհում ինֆորմատիկայի ֆիզիկայի ֆակուլտետում բանը հասել է նրան, որ 3 հոգի էին ընդունվում։ 11 թվականին 75 էր, 21 թվականին 3 կամ 0։ Երբ որ 50,000 կարծես թե դրամ ուրեմն կրթաթոշակ տվեցին, 83 հոգի դիմեց։ Նույնիսկ դա, իսկ ինչ է 50,000 դրամը 100 հոգու համար թող լինի 5 միլիոն դրամ, վերջը բազմապատկենք, դա զրոյական թվեր են։ Համակարգային շատ մեծ ուրեմն աշխատանք կա տանելու բոլոր ուղղություններով, ահռելի քանակությամբ եւ բոլոր ուղղություններով, որպեսզի մենք կարողանանք գիտությունը կարողանա դառնալ մեր հասարակության համար իրական
շարժիչ ուժ։ Ես կուզեի փաստերով արձակագրեմ պրոֆեսոր Իշխանյանի, մասնավորի ներդրումը 0 չի, մասնավորի ներդրումը Հայաստանում ուղղակի չի հաշվարկվում։ Եվ հաստատ 0 չի, որովհետև այլապես մեր տեխնոլոգիական սեկտորը այսքան մոտ 0-ին չէր զարգանա։ Իհարկե կա այնտեղ համակարգային խնդիրներ, որ Հայաստանում գործող տնտեսվարողները ավելի շատ outsourcing-ով են զբաղված, քան թե բարձր հավելյալ արժեք ունեցող ապրանքների եւ ծառայությունների արտադրությամբ եւ արտահանմամբ, որտեղ կարելի է ավելի մեծ տնտեսական էֆեկտ ունենալ, եւ դա իրականում պետական քաղաքականության կարևորագույն մաս պետք է լինի, որը մենք դեռ չենք տեսնում համակարգային եւ շատ տեղային ինչ որ մանր եւ դանդաղ առաջընթաց է այստեղ պետք են լուրջ քայլեր, որոնք շատ են քննարկվել, բայց կարծես թե ինչու դեռ շատ դանդաղ։ Նայվազյան, ինչով է պայմանավորված, որ այդ քննարկումները, առաջարկները, խնդիրները, որոնք նշեցին, ինչ որ մի կերպ տեղ չեն հասնում։ Դուք գիտեք դրա պատճառը որն է։ Ճիշտն ասած, ես ուզում եմ ասեմ, որ այդ բոլոր նույնիսկ ավելացումները գումարային, բացի նրանից, որ իրանք թերի են, իհարկե բոլոր ուղղություններով։ Նաև իջել են, ինչպես նշեցիք։ Նաև իջել են զգալիորեն այս տարի, իրանք, գիտեք, ասենք տեսաբանի համար պարզապես աշխատավարձ բարձրացնելը կարող է շատ էական լինի, բայց բնագիտական գիտությունների մեծ մասի համար, ասենք մի գիտնականին գալիս են մի քանի սպասարկող, այսպես ասած, պոզիցիաներ, որոնք եւս անհրաժեշտ են, հակառակ դեպքում ժամանակակից հայտեքով ոչ մի բան այդ գիտնականը անել չի կարող։ Բացի դրանից, օրինակ ես մեծ բաց եմ տեսնում, որը ի տարբերություն, հա, ԽՍՀՄ ժամանակների, դա իդեոլոգիայի պակասն է, այսինքն գիտականի վարկանիշը այնքան է ընկած, որ երեխեքը ոչ մեկի չես լսի, որ մեկը երազի դառնալ ֆիզիկոս կամ կենսաբան, դա շատ ցավալի է, այնինչ առաջներում իրանք պարզապես իդեոլոգիա են հա ստեղծում, դրանից գալիս է նաև եւ դպրոցի խնդիրները եւ բուհի խնդիրները եւ ցավոք այն ռեֆորմը, որը ենթադրվում է, որ եթե գիտական կազմակերպությունները խոշորացվեն մտնեն բուհի կազմում, դա էապես կխթանի իրավիճակը։ Խիստ կասկածում եմ, որովհետև այնուամենայնիվ նախ խնդիրը հենց դպրոցի մակարդակով եւս կա, եւ բացի դրանից ես էլի չեմ տեսնում պետական մոտեցում, որպեսզի այդ վարկանիշը գիտնականի բարձրանա եւ դա լինի պարզապես շատ բարձր եւ պատվավոր գործ, որովհետև գիտեք ամեն դեպքում նույնիսկ շատ բարձր աշխատավարձով գիտությունը այն ոլորտը չի, որտեղ շատ հեշտ կարելի է գումարը վաստակել, այսինքն ամեն մարդը չի գնա այդ ոլորտ, դա պիտի լինի եւ հոգու պահանջ եւ ուղեղի ունակություն այնուամենայնիվ։ Իսկ դա միայն գումարով խրախուսելը քիչ է իհարկե, պետքա դաստիարակել մարդկանց իդեոլոգիայով։ Այդ նույն պատվիրատու որպես, հա, պետությունը փորձում է կանգնել այս վերջի մի քանի դրամաշնորհային ձևաչափերով, օրինակ այդ demand driven դրամաշնորհները եւ այլն, բայց այնքան նեղ խնդիրներ են վերծանում եւ օրինակ կան գերատեսչություններ, որոնք գրեթե չեն մասնակցում, չգիտեմ, օրինակ առողջապահությունը։ Թվում է թե մեր մոտ այնքան ամեն ինչ լավ է, որ ոչ մի նորարարություն, ոչ մի պահանջարկ այդ ոլորտը չունի գիտնականներից։ Բայց աշխարհը ընդհանրապես, հա, հիմա հիմնված է հենց այդ ոլորտի շատ թռիչքային աճի վրա նոր մոտեցումներով։ Շատ մաքուր ունենք։ Դե ուզում եմ ասեմ, այդ բոլոր խնդիրները այնքան կուտակային են ու էլի խնդիրը նա, որ այս երկխոսությունը վարչարարների եւ գիտնականների մոտ լավ չի ստացվում։ Երկխոսություն լինում է ֆորմալ, որ խոսացել ենք, հանդիպեցին, բայց մի ձևի որտեղ է հասնում մեր խնդիրները, գուցե երբեմն նույնիսկ լուծումների առաջարկները, այ դա այդքան էլ։ Գուցե պետությանը հետաքրքիր չի գիտությունը։ Ի վերջո մենք ինչ ենք ուզում այն պետությունից կամ այդ իշխանություններից տարբեր տարիների, եթե դա իրենց պետք չի։ Շատ ցավալի է, եթե իրականությունը իսկապես հանգում է դրան, հետաքրքիր չի, որտեղ եթե ուզում ես լինել պետություն աշխարհում եւ գոյատևել, պետքա այսօրվա։ Բայց թեկուզ ֆինանսավորման քաղաքականությանը եթե նայում ենք, դա այդպես չէ։ Ֆինանսավորումը նվազել է, նախարարների ֆինանսավորումը կտրուկ աճել է, օրինակ գիտնականներին է։ Ես էլ եմ ասում, համեմատությունը այդտեղ չի, նույնիսկ այն, որ ակադեմիական գիտության ֆինանսավորումը այս տարի նվազեց առաջի անգամ, ոնց որ 35 տարի անկախության ընթացքում, դա նախադեպ էր, այսինքն այդպես չէր եղել։ Բայց դա պատճառ ունի, չէ՞, ինչու է այդպես։ Դա ցուցիչ է, եմ ասում, բայց խնդիրը համակարգային է։ Մենք կարծում ենք, որ քանի մենք չենք լուծել այն հարցը որպես պետություն, որ
գիտությունը եւ տեխնոլոգիաները որպես համակարգ դիտարկվեն երկրի խնդիրների լուծման գլխավոր կարևորագույն գործիքներից մեկը, հա, ու չսահմանվեն դրանից բխող նպատակներ, անհասկանալի է տեսնել ակադեմիական գիտության, անհնար է տեսնել ակադեմիական գիտության էֆեկտը այդ ամեն ինչի մեջ։ Իսկեն ակադեմիական գիտությունը կդառնա հասկանալի նույնիսկ ասենք հարկատուների համար, հա, թե ինչու ենք մենք դա ֆինանսավորում, երբ որ սկսենք հասկանալ, որ գիտեք, ասենք այս գիտական խումբը ֆինանսավորել ենք, հա, ակադեմիական գիտության լոգիկայով, իրանցից տպագրություն ենք մեծ հաշվով պահանջել, հա, բայց դրա հետևանքով, ասենք մի 10 մասնագետ է դուրս եկել, որ աշխատում է այսինչ խնդրի լուծման վրա։ Եվ սա այսպեսի ազդեցություն ունեցել։ Բարձր օրինակ բան եմ վերում, էլի, կամ իրանց մոտ սարք է գնվել, որը նաև օգտագործվում է այսինչ խնդիրների լուծելու համար պետական։ Այդքանի այդ նպատակները, այդ խնդիրները չենք ձևակերպել, մեխանիզմները չենք ձևավորել։ Հա, ինչպես սահմանենք առաջնահերթությունները գիտնականների համար։ Բայց ինչպես սահմանենք մասնագիտությունների առաջնահերթությունները, բայց ինչու չենք սահմանում։ Այդ պարագայում այդ հարցն էլ կա, բայց պարոն Միքայելյան, նաև այս քննարկման մասին ձեր կարծիքը լսենք, որ այնուհետև լսենք մեր քաղաքացիներին։ Ես ավելի շատ կուզեի մի փոքր խոսել գիտության կարևորության մասին։ Դա Տիկին Այվազյանը ասեց, գաղափարական նաև հարց է, որ պետությունը պետք է կարևորի գիտությունը, ինչու պետք է երիտասարդը հետաքրվի գիտությամբ, կամ հասարակության որևէ անդամ ինչու պետք է հարգի, ի վերջո падգամավորը եւ ազգային ժողովը ինչու պետք է գիտության նկատմամբ լավ որոշումներ կայացնեն։ Միայն այդ ազդեցությունն է, այդ երևույթն է, այդ գաղափարական կողմն է, որ կարող է ազդել։ Միացյալ Նահանգներում նույնիսկ 50-ական թվերին դեռևս այդ խնդիրը կար, աստիճանաբար երեք տարիների ընթացքում հասավ բարձրագույն մակարդակի գիտության նկատմամբ հարգանքը, բայց իրենք էլ են անցել այդ ճանապարհը, մենք էլ գուցե պետք է մի քիչ ճանապարհ անցնենք, բայց օրինակ տեսեք, շատ տարական բան եմ ասում, եթե պետության ղեկավարը իր ելույթներում մերթ անդրադառնա գիտության կարևորությանը, պատկերացրեք, ես նույնիսկ վստահ եմ, որ վազելով բոլորը կուզեն գիտության հանդեպ ինչ-որ քայլեր անել, ֆինանսավորել եւ այլն։ Ասենք ելույթների ժամանակ նոր տարվա ելույթին, տեսեք, կարևոր է, չէ՞, ինչ է ասում վարչապետը, օրինակ ներկայիս կամ միջև այդ նախագահը, ասի մի հատ թեթև խոսքով ասի, որ գիտությունը շատ կարևորում եմ եւ եկեք 26 թվական, օրինակ եկող տարին փորձենք ինչ-որ դրական փոփոխություններ։ Բայց այդ իմաստով խոսքը առատ է լինում, մենք գիտահենք պետք է լինենք։ Մի ժամանակ շատ էին ասում այդ գիտահենք բառը, բայց քայլեր պետք է, օրինակ խրախուսի թեկուս գործարարներին, մասնավորին աջակցեք գիտությանը, մի քիչ կարող է ոմանք ուշադրություն դարձնեն, ոմանք չդարձնեն, բայց դա կրկնվելու դեպքում կամ ասենք տեսեք, ասում են ազգի ինչ-որ մեր ժամանակների հերոսներ կամ էսի մի կոչումներ են տալիս։ Գիտեք, ես մի հատ այսպես հայտարարություն եմ ուզում անել, գիտնականները, բոլոր գիտնականները, որոնք մնացել են գիտության մեջ, մեր հերոսներն են, որտեղ 35 տարի, վերջին տարիներին հա մի քիչ փոխվել է ֆինանսավորումը, բայց 35 տարի ոչ ոք, ոչ մի մասնագետ, ոչ մի ոլորտում, նույնիսկ 1 ամիս փորձեք աշխատավարձ իր իջացնել 0-ականի, համարյա 0-ականի վրա են աշխատել։ Ոչ ոք չի մնա իր տեղում։ Իսկ գիտնականների գոնե այսքանը մնացել են, պարոն Իշխանյանը նշեց իր, որ 30,000-ից 28,000 ենք, իջել է մինչև 3-4,000, պատճառը նաև դա է։ Մի մասը գնացել են արտասահման, մի մասը չգիտեմ չէ, բոլորը չի որ դիմացան, բայց տեսեք, գոնե 4,000-ը մնացել է։ Մի մասը երիտասարդ հետո են եկել իհարկե, բայց կան գիտնականներ, որոնք անխոնջ աշխատում են ցածր աշխատավարձով, ըստ էության որոշ տարիներ կարել առանց աշխատավարձի, հավատարիմ իրենց նվիրված իրենց գիտությանը։ Այսպեսի մարդիկ շատ դժվար է գտնել։ Բայց նաև նշեմ, որ գիտությունը իհարկե հիմա կիրառական կողմին անդրադառնանք, գիտությունը պետք է շատ ամուր կապերի մեջ լինի հասարակության բոլոր շերտերի հետ։ Դա կարող եմ ասել կրթությունը առաջինը, արդյունաբերությունը, առանցին նշենք պաշտպանական խնդիրները, ռազմարտունաբերությունը, կիրառական տեխնոլոգիաները, ինչու՞ չէ, օրինակ հենց հանրային գիտության հանրայնացումը, որ մի ոլորտ էսին թվարկածներից ունի մասնագետ, ոչ մեկը։ Չկա մասնագետ, օրինակ, որ կապի գիտությունը գործարարության հետ, բիզնեսի հետ։ Բայց ինչպես դա արվի։ Իսկ ով ասեց, որ դի գիտնականը քայլեր անի, ինչու բիզնեսը չի անում քայլեր մոտենալու գիտությանը։ Միջանկյալ ինչ-որ բան է պետք, չէ՞ օղակ։ Հիմա լուծում կա դրան, կամ հրավիրեք մասնագետներ արտասահմանից, դուք խոսեցիք գիտության մենեջմենթից, գիտության կառավարումից, գիտությունից բացի հետազոտական գիտությունից կա կառավարում, գիտության քաղաքականություն, գիտության ֆինանսավորում, գիտության հանրայնացում, բազմաթիվ այսպես
լրացուցիչ բաներ կան, հասկացություններ, չէ, գիտության շուրջը կամ գիտության հետ կապված։ Եվ այդ ամեն ինչը մեր մոտ դրանց մեծ մասը զրոյական վիճակում է։ Ոչ մասնագետ ունենք, ոչ քայլեր են արվում այդ ուղղությամբ ֆակուլտետներ բացել։ Վերահսկող լիքը օղակներ կան, չգիտեմ, կոմիտեներ, նախարարություններ, բաժիններ, վարչություններ։ Իսկ կներեք, ես կով ասած, որ նրանք ծնվել են որպես գիտության մենեջեր, իհարկե ոչ։ Փորձում են տարիների ընթացքում ինչ-որ բան սովորել, ինչ-որ բան անել, բայց մենք գիտության մենեջեր ունենք, որևէ մեկը, որ ասի ես ավարտել եմ բուհ կամ չգիտեմ ինչ, պատրաստվել եմ որպես գիտության մենեջեր։ Ներողություն, բայց նրանք վճարվում են, չէ՞։ Դե ստիպված, որևէ մեկը պետք է աշխատեր այդ տեղում։ Այդ բարձր է, որ մենք ունենք նման պաշտոններում, բայց նա մասնագետ է արդյոք այդ ոլորտի։ Ես շատ լավ կարծիք եմ այդ տղաների մասին, որոնք տարիների ընթացքում բավական քայլեր են անում, ուսումնասիրում են, բան են, բայց եթե մենք իրոք այդ հասկանանք այդ բացը, իսկ գիտության եւ կրթության միջև ամենաակնհայտ եւ ամենասարսափելի բացն է բարձրագույն կրթությունը եւ գիտությունը համարյա զրոյական կապի մեջ են։ Ես ընդհանրապես մի հաշվարկ եմ արել, որի վրա զարմացան իդեպ ազգային ժողովում մենք մի փոքր հանդիպում ունենք, հիշեն պարոն Իշխանյանն, պարոն Շահավերդյանն զարմացավ եւ այդ իրանց հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Գաբրիելյանը եւ գիտության կոմիտեի ներկայացուցիչները բուհերը ավարտող շրջանավարտների ընդհանրապես 6%-ն է գնում գիտություն։ Իսկ ինչի համար են ավարտում այդ բուհերը, ուր են գնում։ Շատ հեշտ կարելի է վերլուծություն անել եւ տեսնել թե ինչ է կատարում մեր հասարակության մեջ։ Ես ձեզ վստահեցնում եմ 6%-ը մի քիչ գերագնահատված տոկոս է, որպեսզի սխալ չլինեմ, ես մի քիչ ավելացնելով քանակները ասել եմ այդ թվին, որ 6% է, ոչ ավել։ Խնդրեմ։ Լսենք մեր քաղաքացիներին։ Գիտությունը որքանով է զարգացած մեր երկրում։ Գիտնականներ, այո, ունենք, բայց գիտությունը ամեն դեպքում այդքան էլ զարգացած չի, ավելի շատ AI-ն է զարգացած այսօր ամբողջ աշխարհում, ոչ միայն մեր երկրում։ Իբր Մեր երկրում գիտությունը շատ հետ է։ Մարդիկ տեսեք, ինչով էլ զբաղվեն, տակը փող չկա։ Եթե նայենք այսօրվա ու ապագայի տեսանկյունից, դա քաղաքական որոշման, երկրի տեսլականի եւ իրապես ուժեղ հիմքերով երկիր ունենալու հեռանկարը կարող է ունենալ եւ որպես լոկալ եւ ավելի մասշտաբի գնացող, բայց ընդհանուր առմամբ բացի այդ կամքից պետք է նաեւ ունակություն համակարգ ձևավորելու եւ ունակություն հասկանալու ինչա գիտություն։ Այսօրվա դրությամբ չէ, իսկ առաջ շատ զարգացած ա եղել։ Դուք մի քիչ ջահել եք կարդացած լսացած կլինեք էլի Վիկտոր Համբարձումյան գոյություն ուներ, չգիտեմ, Իսկ թվում ամեն ինչ ժամանակի ընթացքում կլինի, լավ կլինի։ Հիմա առաջինը պետք է տնտեսությունը զարգանա, հետո գիտնականների պահը։ Առևտուր պետք է լինի, անպայման։ Գիտությունը զարգացնելու համար առաջինը պետք է գիտնականին վճարել այնպես, որ ինքը չմտնի տուն եւ մտածի իր բալիկին ինչով է կերակրելու։ Թե մարդ իրան ապահովը զգա, եթե իր ոնց ասած ստամոքսը տեղը լինի, իր բալիկը չգա, ասի, պապ մառոժնի եմ ուզում, չկարողանա պաղպաղակը գնել այդ մարդը։ Այդ մարդը էլ ոնց գիտությամբ կզբաղվի։ Ամենաառաջինը շատ կարեւոր է, որ տեղ տան մեր գիտնականներին։ Մենք շատ լավն ենք եւ շատ վատն ենք։ Միգուցե մարդիկ դրա համար, որ աշխատավարձը շատ չեն ստանում, չեն ուզում զբաղվել գիտությամբ։ Լավ աշխատողը լավ է ստանում։ Պետք է ուղղակի որոշում կայացնել, ակցենտ դնել, շեշտադրել, որոշում ունենալ, որ պետք է գիտության վրա դնել ջանք, եռանդ, ֆինանսներ, մոտեցումներ եւ աղբյուրներ փնտրել այդ ամեն ինչը ֆինանսավորելու, ճիշտ համակարգի բերելու համար։ Համեմատ այս մյուս տեղերի երևի միակ մարդիկ են, ովքեր ավելի շատ ցածր են վարդապետվում մեծ աշխատանք կատարելու դիմաց, որը իհարկե ովքեր որ հիմա բարձր տեղերում նստած են, ինձ թվում է մեծ շնորհիվ է, որ դարձել են այդպիսին։ Բոլորը հետմահու են արժանանում այդ գիտնական կոչումներին եւ հայտնության, այսինքն մարդիկ ճանաչում են միշտ հետմահու հնից եւ մինչեւ հիմա։ Այսպեսին է մեր քաղաքացիների տեսակետները։ Այո, բայց եկեք, չգիտեմ, լուսավորեք իմ տեսողությունը։ Մենք բարբերաբար լսում ենք լրատվամիջոցներով, որ բացվում է քիմիայի լաբորատորիա դպրոցում, ֆիզիկայի հագեցած սարքավորումներով, ինչ որ դասասենյակ, բայց դա օգտագործվում է, թե ուղղակի ինչ որ բաներ են դրած, որոնք
նույնիսկ դեկորացիայի նշանակություն ունեն, այլ ոչ թե կիրառական։ Օգտագործվում է, այո, դա շատ օգտակար քայլեր են, ողջունելի են, այդպիսի քայլերը ողջունելի է, օրինակ ֆինանսավորման ավելացումը 21 թվականից պարզապես բավարար չէ, շատ է հեռու անհրաժեշտից։ Ասենք 10 դպրոցում լաբորատորիայի բացումը դեռ բավարար չի, պիտի լինի 500-ում, որ Դեք իրականում իմ կարծիքով ավելի շատ են լաբորատորիաները։ Մեր կարծիքով խնդիրը ավելի շատ նրանում է, որ նպատակ դրված չի, էլի ես կերևի վերադառնամ մի քիչ նրան, որ պետքա հզորացնենք երկիրը աշխարհում միշտ եւ բոլոր ժամանակներում գործող ամենա ոնց որ կարևորագույն գործիքներից մեկով, հա, այդ գիտությամբ եւ տեխնոլոգիաներով։ Մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, ցանկացած պետություն, մենք էլ ավելի փոքր ենք, հա, եւ հաշվի առնելով թե ինչ մարտահրավերներ են այսօր աշխարհում եւ աշխարհակարգը ինչ արագ է կամած կարելի ասել օրենքի վրա հիմնված բան փլուզվում այդ ամենի հետևից։ Չէ, կարող ենք հասցնել, հարցը դրանում չի, բայց պետք է շատ արագ գործել, հա, այսինքն գիտություն եւ տեխնոլոգիաները դրանք քո ոնց որ եղած համանապակ ռեսուրսների ել ավելի արդյունավետ օգտագործելու միջոցներ են ընձեռնում, հա, բայց մենք դա չենք դիտարկում որպես այդպեսին։ Եվ եթե մենք այսօր չսահմանենք, ասենք, նպատակները, թե ինչ մեր խնդիրներ ենք ուզում լուծել այդ գործիքների միջոցով, հա, հնարավոր չի դրանից ոնց որ եթե դա չկա, մենք չենք կարողանում ասել մենք ինչ գիտական ճյուղեր են մեզ պետք, մեզ ինչ տեխնոլոգիական սեկտորներ է պետք զարգացնել, հետեւաբար մեզ ինչ մասնագետներ են պետք, ինչ կրթության վրա, ինչ թեմաների վրա պետք է։ Ասում են կրթությունը լավ է, պետք է զարգացնենք, բայց կրթության ո՞ր թեմաները, ո՞ր ուղղությունները, ո՞ր մասնագետներն են մեզ ամենաշատը պետք, որպեսզի ծառայեն խնդիրների լուծմանը։ Հիմա ենթադրենք կրթությունը տենց լավ տենց համատարած զարգացրեցինք, հա, ու ինձ ստացվեց, որ ինչ որ մասնագիտությամբ լիքը մարդ կրթվեց, ինչ-ինչ պատճառով, հա։ Այդ մարդիկ իրանց կիրառությունը չգտան Հայաստանում, երկրից գնացին։ Հասկանում եք ինչ մեծ կորուստ հանրային ռեսուրսների, երբ որ դու ասենք 10 տարիներ դուրում ես անում 12 տարի, հա, երիտասարդի կրթության։ Եվ արտահանում ես։ Եվ իրենք ազատ են, չէ, կարան գնան, ոնց որ դու ոչ մի պարտավորություն չունես, բայց դա նշանակում է պետական քաղաքականության բան, անարդյունավետություն։ Շատ երկար տարիներ, ներողություն, ես ուղղակի մեկ նախադասությամբ ամփոփեմ, շատ երկար տարիներ, տասնամյակներ փաստացի Հայաստանը իր սուղ ռեսուրսների պարագայում հանդես է եկել որպես օտար պետությունների համար ուղեղիների մատակարար։ Իրականում։ Եվ իրականում շարունակվում է թվում այն ուսանողներն են, որոնք պետական կրթաթոշակներով գնում են դրսում սովորելու եւ չեն վերադառնում։ Ոչ միայն, ասացի, մեր տնտեսությունը հիմնականում outsource է տեխնոլոգիական, դա էլ է այդ Վարդանիշյանի ասած մեխանիզմներից մեկը, երբ որ դու չես պետական քաղաքականությունը չի նպաստում նրան, որպեսզի երկրում ստեղծվին ավելացված արժեքով ոնց որ հարուստ ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ, որպեսզի դու ասենք ապրանք վաճառես, այլ ոչ թե ինչ որ լինես միջազգային ինչ որ այլ կազմակերպության ներկայացուցիչ ես տեղ, որ ինչ-որ մի հատ փոքր խնդիր է լուծում, փաստացի մենակ outsource-ով զբաղվում։ Դե այդ պարագայում պետք է ենթակառուցվածքների մեջ էլ ներդրվել շատ խոշոր, որոնք արդեն IT չեն։ Այսինքն պետք է խնդիրներ էլի եմ ուզում ասել։ Եթե մի փոքր ես լրացնեմ, օրինակ Հայաստանը ունենալով մի քանի գործոն կարող եմ ասել, ունենալով իր ավանդույթները մեկ, իր ռեսուրսները, որտեղ մենք ունենք չի արդեն ինչ որ պոտենցիալ տեկուս խորհրդային միջից մնացած կարևոր չի միջազգային կարևորությունը հնարավորությունները միջազգային համագործակցության եւ այլն նույնիսկ Սփյուռքի գործոնը բոլոր գործոնները հաշվի առնելով մենք պետք է հասկանանք լավագույնը որն է ինչն է ավելի արդյունավետ լինելու զարգացնել Հայաստանի գիտության մեջ գլխավորը թե մենք ինչ ոլորտում կարող ենք իրոք հասնել հաջողությունների Գուցե պետք է զոհաբերել որոշ ոլորտներ, գուցե որոշ նոր ոլորտներ սկսել, բայց հիմնականում ասում նաև ավանդույթների վրա հիմնվելով բոլոր այդ հնարավոր լավագույն ձևերը պետք է հաշվի առնել։ Եվ այդ կբերի էֆեկտի, եթե հայեցակարգ լինի, տեսլական բառը այդքան չեմ սիրում, բայց ամեն դեպքում այլ օգտագործենք, տեսլական լինի գիտության զարգացումը, ինչու՞ չէ մինչև 50 թվականը, մինչև 2100 թվականը պետք է դիտարկել ուր է գնում աշխարհը։ Իդեպ Հայաստանի համար շատ հեշտ ձև կա հասկանալու թե աշխարհը ուր է գնում կամ Հայաստանը ուր պետք է գնա ավելի շուտ, որտեղ մենք նայում ենք զարգացած երկրներին, տեսնում ենք թե նրանք ինչպես են զարգացել վերջին տասնամյակներին, իհարկե գուցե ոմանք վիրավորվեն սրանից, բայց Հայաստանը էլ նույն ճանապարհը պետք է անցնի։ Հայաստանը չի կարող մեկուսի լրիվ ուրիշ ճանապարհ ընտրել այս աշխարհում։ Այն որ զարգացած պետություններում գիտությունը բարձր մակարդակի է, դա միանշանակ փաստ է։ Այն որ որտեղ գիտությունը զարգացնում է, պետությունը կտրուկ նաև տնտեսապես սկսում է աճ, դա էլ է փաստ։
Գոնե ես արդեն հերիքի ակնհայտ է, որ գիտության կարևորությունը հասկանան մեր երկրում։ Ինչքան էլ փոքր երկիր ենք, խոշոր երկրների օրինակ էլ կա, փոքր երկրների օրինակ էլ կա, Իսրայելն է, Հարավային Կորեան է, ինչու՞ չէ։ Այո, կան փոքր երկրներ, որոնք գիտության վրա շեշտ դնելով կտրուկ քրիթիկաձև առաջ են գնում։ Մենք էլ եթե հասկանանք ճիշտ ռեսուրսները գնահատելով, ամեն ինչը գնահատելով մեր ունեցածը, աշխարհի մարտահրավերները, հնարավորությունները, բոլոր բաները պետք է դնել եւ հասկանանք եւ հետո նոր օրենք, ասենք, ինչ օրենքը ձևական, իրավական ակտեր են, որ կարգավորում են հարաբերությունները։ Կցնենք առաջարկներին, այո, Պարոն Նուշանյան։ Ինչ առաջարկ ունեք։ Իհարկե դուք խոսքի մեջ շատ նշել եք, մենք էլ ենք նշել, բայց այնուամենայնիվ բայց ըստ էության կարող եք ասել մի երկու բան, որը 10 տարի հետո կփոխի պատկերը։ Բոլոր դեպքերում հիմքերի ամրացում անհրաժեշտ է։ Ես արդեն ասել եմ, բնագիտական ոլորտը հանդիսանում է ժամանակակից զարգացման, տեխնոլոգիական զարգացման հիմք, բնագիտական ոլորտում հաստատ պետք է կրթաթոշակներ սահմանվեն, ուրեմն դա մեկ օրինակ։ Երկրորդը, մենք ինքնություն պահպանելու խնդիր ունենք, չէ, ազգային, հետևաբար աշխարհում մեր տեղը, մեր տեսանելիության բարձրացման համար, ասենք հայագիտական ու հումանիտար մտքի զարգացման անհրաժեշտություն ունենք։ Ես կարծում եմ, այդ ոլորտում անհրաժեշտ է լայնածավալ կիրառել արտասահմանից մասնագետների հրավիրման հայագիտության։ Աշխարհում մեր տեսանելիության բարձրացման մենք խնդիր ունենք, որովհետև այսօր Ադրբեջանը օրինակ մեծ ջանքեր է գործադրում եւ այլն կեղծելու պատմությունը եւ այլն, հա մենք չունենք, համ չենք կարողանում դիմակայել անհրաժեշտ մակարդակով այդ կամ միգուցե չենք ուզում այլևս։ Դե դա արդեն այլ հարցադրում է։ Օրինակ ես բոլորովին վերջերս հանդես եմ եկել մի քանի կոնկրետ առաջարկներով, դրանցից մեկը գիտության հարամաչելիցման եւ գիտության ռոպագանդայի հետ կապված, դա նոյեմբերի 10-ը պետական տոն հռչակելու առաջարկն է, որը պայմանավորված է նրանով, որ նոյեմբերի 10-ը գիտության համաշխարհային օրն է հռչակված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2001 թվականից սկսած եւ երջանիկ պատահականությամբ նոյեմբերի 10-ը նաեւ հանդիսանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հիմնադրման օրը։ Նման համընկում ոչ միտեղ չկա եւ դա պետք է խաղարկել։ Իմ առաջարկի ընթացքում ես ասում եի, որ այդ օրը բոլոր պետական կառույցները, սկսած ազգային ժողովից, կառավարությունից, նախարարություններից եւ ընդհանրապես քաղաքապետարաններից բոլորն իրականացնեն մասսայական միջոցառումներ գիտության ռոպագանդման հետ կապված, մասնավորապես բոլոր կառույցները պետական սահմանեն իրենց հնարավորությունների չափով, սահմանեն մրցանակներ տարատեսակ։ Այդ օրն իրականացվի դրանց հանձնում, քննարկում եւ այլն։ Այսինքն մեծ այսպես շոու արվի, կրկնում եմ, որևէ ազգ չի կարող այդ օրինակ համընկմամբ պարտանալ, որ գիտության համաշխարհային օրը նոյեմբերի 10-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված իրոք միակ երկիրը Հայաստանը իր ակադեմիայի ստեղծման օրն է։ Տիկին Այվազյան, ձեր առաջարկները։ հակաթույնը ասեք բուժման Ես կարծում եմ մի օրը քիչ է, պետք է այ վարկանիշը բարձրացնելու համար պարզապես հենց ամեն մի հարթուկից ամբողջ տարի հնչի գովք նրան, որ մարդիկ պետք է Հայաստանում զբաղվեն գիտությամբ։ Դա տեսեք 2 տարի ընդամենը գիտության շաբաթ է անցկացվում, որը շատ մեծ քանակի երիտասարդներ, երեխաներ է հավաքում եւ դա արդեն նկատելի է, հա, այդ ակտիվությունը։ Ես ցավով ասում եմ, որ այսօր դպրոցականները ֆիզիկան ինչ որ հրաշքի տեղ են ընկալում, երբ որ իրանց օրենքները պատմում, իրանց թվում է դա հրաշք է, ոչ թե գիտություն։ Այդ իդեոլոգիան պետքա շատ ուժեղացնել, էլի, տեսեք, գիտական ժուրնալիստիկա Հայաստանում այլևս չկա, բայց չէ որ հենց պետական ալիքներով դա շատ կարևոր է, որ բարձրաձայնվի։ Եվ նաև առանց կտրուկ ներդրման իհարկե ոչինչի չեն գա, բայց ես համամիտ եմ նրան, որ գուցե պետական ռեսուրսները
շատ քիչ են սուղեն եւ մասնավոր սեկտորը բավարար չափով չի ներգրավում, բայց ներգրավման մեխանիզմներ կան, դա պարտադիր չի, պետք է ձեռներից նստի մտածի հələ չբռնեմ մի հատ գիտությունն էլ ինչ որ բանով ծաղկացնեմ, կան մի շարք մեխանիզմներ, հարկային արտոնություններ, որոնք ուղղորդեն հենց այդ ոլորտի ներդրումների եւ զարգացնելու ուղղությամբ։ Ողջ աշխարհում դա լայնացավալ կիրառվում է։ Կարծում եմ դա էլ արդեն ԽՍՀՄ-ի խորհուրդ չի, էլ պետք է որ դա անցալվեր, երբ որ օրինակ են վերցնում քաղաքակիրթ բարձր մակարդակի գիտություն ունեցող երկրները։ Սա ենք լսում, պարոն։ Շատ եք ասել, բայց դե մեկը մեր արդեն խոսակցության արդյունքում շատ կարճ ասեմ, գիտության հայեցակարգ պետք է ունենա երկիրը, որով առաջնորդվի պետական ղեկավար ժողովներից մինչև, չգիտեմ, աշակերտներ։ Երկրորդ, հասարակության տարբեր ոլորտներում գիտնականների ներգրավումը, սրանից չխոսեցինք ափսոս, նույնիսկ մի հասարակ բան ասեմ, օրինակ ճանապարհային երթևեկության կարգավորման հարցում, եթե գիտնականին ներգրավեն, ես վստահեցնում եմ, որ շատ արագ դա կկարգավորվի, որտեղ ընդհանրապես պետք է ուսումնասիրություն, հաշվարկ, վերլուծություն եւ առաջարկություն։ Այն ինչ որ գիտնականը անում է, դա պրոֆեսիոնալ մեր աշխատանքն է։ Ես կարծում եմ, որ սա թերի է բոլոր ոլորտներում գիտության ներգրավումը արտասահմանում, այդ փորձը կա եւ բոլոր տեղերում գիտության խորհրդատվության բանից սկսած կարգավիճակից վերջացրած կոնկրետ քայլեր։ Ուրեմն գիտնականների ներգրավումը։ Երրորդը դե օրենսդրությունից խոսեց հարկային արտոնություններից, ես ավելի կոնկրետ ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բոլորը գիտեն եւ շատ երկրներում այդպես մտածված է, որ եթե գիտությանը օժանդակում են, հովանավորում են, այդ չափով, այդքան չափով հարկերից ազատվում են։ Սա այս օրենքը կարծում եմ հիմա շատ կօգներ Հայաստանին եւ շատ գործարարներ կօգնեին գիտությանը, իրանք ոչ մի բան դրանից չեն տուժում, նույն հարկերը պետք է վճարեին, այդ դրա դիմաց այդ մասը կգար գիտություն։ Եվ իհարկե շատ ուժեղ ձևով աջակցում եմ այդ հանրայնացման հարցին, երիտասարդների պատանիների շրջանում գիտության վերաբերյալ պետք է աշխատանք տարվի ու անցումը ապահովի։ Մեր մոտ միշտ խզում կա։ Պատանիները մեր մոտ օլիմպիադաներին, օրինակ աստղագիտության օլիմպիադաները փայլուն արդյունքներ են ցուցաբերում, զարմանալի է, որ նույնիսկ դպրոցական առարկա չկա աստղագիտություն, բայց խմբակների շնորհիվ լավագույն թիմերից մեկն ենք մենք աշխարհի աստղագիտական Հայաստանի հավաքական եթե տեսնենք բոլոր տարիների արդյունքում, եկեք տեսնենք չկան այդ մարդիկ։ Ուր լուծվեցին գնացին, մի մասը գնացին արտասահման, մի մասը գուցե ուրիշ ոլորտներ եւ սա աբսուրդ է, որ մեր լավագույն պատանիները հետաքրում են աստղագիտության, մենք պարզվում է որ հետո չեն դառնում պրոֆեսիոնալ աստղագետներ։ Իսկ նորմալ է որ այդ առարկան չկա դպրոցում։ Իհարկե նորմալ է, դա 9 թվականին հանվեց, իդեպ ես ասեմ, որպեսզի մարդիկ շատ լավ պատկերացնեն, մենք թութակի նման կներեք կրկնեցինք Ռուսաստանի օրինակը 9 թվականին Ռուսաստանում հանվեց ծրագրից, ճիշտ նույն տարի մենք էլ հանեցինք, բայց հետո Ռուսաստանը մտցրեց իդեպ, բայց մենք այս դեպքում թութակի նման չարեցինք, ցավոք լավագույն օրինակը վատագույն արեցինք, լավագույնը չէ։ Շատ կարևոր է կարծում աստղագիտությունը, եթե կարելի է մեկ նախադասությամբ ասել, աստղագիտությունը այսօր սովորական մեկ գիտություն չէ։ Աստղագիտությունը կարող է տիեզերքի ուսումնասիրությունն, այս տիեզերքը շատ ավելի մեծ է, քան երկրագունդը, բոլոր գիտությունները առաջացել են երկրագնդի վրա։ Հիմա տիեզերքից պարզվում է այնքան տվյալներ են գալիս բոլոր բնական գիտությունների, հատկապես բնական գիտությունների զարգացման համար, որ աստղագիտությունը այսօր ծառայում է ավելի շատ բոլոր գիտությունների որպես առաջատար, որովհետև առաջ այդքան մանրամասն ուսումնասիրներ չունենք տիեզերքից եւ բնականաբար ուղղակի նայում էինք, զմայլվում էինք։ Չէ, բայց հիմա Google-ն է պատասխանում քո հարցերին, պահում ես պլանշետը, ամեն ինչ ասում է։ Դա պատկեր է, բանը, բայց դա չի։ Այնտեղից մենք սովորում ենք երևույթներ, ֆիզիկան օրինակ զարգանում է աստղագիտության շնորհիվ։ Այնպես որ կամաց մենք ներխուժում ենք լավ իմաստով իհարկե տիեզերական դարաշրջան ուսումնասիրությունների։ Մի աստղագիտությունը շատ քիչ է, այս ամեն ինչը բավարարում է։ Հիմա օրինակ քիմիկոսները ուզում են տիեզերական տվյալների հիման վրա աշխատանք կատարել։ Քիմիկոսները ոչ են ստեղծելու իրենց սեփական աստղադիտակները հսկայական ծախսեր են, բարձր կուզեն համագործակցել աստղագետների հետ։ Եվ այս առումով այ մենք այդ միջուղային գիտությունները, որ շատ խոսվում է, բայց ռեալ քայլեր չեն արվում։ Միջուղային գիտություններ, բազմաճյուղային, իսկ թվում է դրա վրա էլ պետք է շեշտ դնել, գուցե։ Պարոն Շահվերդյան, ես մի քանի կետ կասեմ իրականում, բայց ամեն ինչը ենթադրում է, որ պետք է մեր պետական քաղաքականության մեջ գաղափարային ինչ-որտեղ փոփոխություն տեղի ունենա։ Առաջին հերթին մենք պետք է գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանը սկսենք նայել
գալով նպատակներից։ Մենք հիմա տենց ինչ որ абստրակտ ձևով ենք դրան նայում, ասենք այս նույն օրենքի մասին է խոսացվեց, հա, ասենք այդքան մի հատ բարձ բան ասեմ ու գնամ առաջարկներ, էլի, ասենք այդքան մեծ ջանք ու աշխատանք դրվեց այս օրենքի մշակման վրա, բարձրագույն գիտության, եւ մենք ասենք սերտ կապ ստեղծեցինք գիտության եւ կրթության միջև օրենքի միջոցով, մինչեւ այսօր չկա ռազմավարություն գիտության իմջայլոց եւ որևէ տեխնոլոգիական ռազմավարություն պետական ընդունված չկա, բայց մենք օրենք ընդունեցինք։ Բայց մենք չունենք լուրջ այդ կարգի աշխատանք, գիտությունը եւ արդյունաբերությունը օրինակ իրար հետ կապելու։ Որտեղ այդ արդյունքը պետք է երևա, հա, գիտության վերջի վերջո, տնտեսության վրա, անվտանգության վրա։ Հիմա ինչ եմ սա ասում, որ մեզ պետք է սկսել լուրջ ուշադրություն դարձնել նպատակներին, ինչ խնդիրներ ենք ուզում լուծել եւ առաջին հերթին ստե գալիս է անվտանգային մարտահրավերների հարցը, հա, մեզ պետք է ստեղծել են մեխանիզմները, այն, չգիտեմ, պետական մարմինանոր թե եղած մարմիններին պետք է այդ խնդիրը դրվի, որ մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ, հա, բացի ռազմականից ունենք թվեցի, հա, սկզբում պարենային անվտանգությունն է, ջրային ռեսուրսներ են, էներգետիկա է, առողջապահությունն է եւ այլն, սեյսմիկ անվտանգությունն է։ Այս հարցերի, այս մարտահրավերների մեր առջև ծորխնդիրների լուծման համար մեզ պետք է ստեղծենք մեխանիզմներ, թե ինչպես ենք ֆինանսավորում գիտության եւ տեխնոլոգիաների, տեխնոլոգիական աշխատանքները, որոնք կբերեն լուծումների այդ մեր ռիսկերի նվազմանը կբերեն, հա, խնդիրների լուծմանը կբերեն։ Այս մեխանիզմը այսօր ստեղծված չի Հայաստանում։ Պետական ապարատում չկա համապատասխան մարմին, որի ֆունկցիան է այդպիսի հետազոտություններ եւ մշակումներ ֆինանսավորել։ Սա մեր ամենա ոնց որ ֆունդամենտալ պետական բացերից մեկն է։ Երկրորդը տնտեսական ոնց որ բարձր տեխնոլոգիական, ասենք, արդյունաբերության զարգացումը, բայց ոչ միայն բարձր տեխնոլոգիական, մենք ունենք նաև միջին տեխնոլոգիական եւ ցածր տեխնոլոգիական տնտեսական սեկտորներ, հա։ Հիմա եթե բարձր տեխնոլոգիական առումով ունենք նախարարություն եւ իրենք հիմա իրականում զբաղվում են ռազմավարության մշակումով, որ սա պետք է արագացնել, սա շատ դանդաղ է տերում, մեզ շատ ավելի արագ պետք է գնալ ու պետք է այս տարվա այդ սկզբին, այս առաջի երամսյակում այլ ընդունել այդ ռազմավարությունը եւ սկսել ֆինանսավորել, որպեսզի մեր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոնց որ սեկտորը սկսի զարգանալ, տնտեսական էֆեկտը սկսի երևալ։ Եվ իհարկե ստե ավելի կարևոր պետք է շեշտը դնել հենց Հայաստանում հավելյալ արժեքի ստեղծման վրա, այլ ոչ թե շարունակենք աութսորսինգը խթանել, հա։ Բայց այդտեղ շատ կարևոր բան է կա, որ ունենք էկոնոմիկայի նախարարություն, որը պետք է պատասխանատու լինի այդ միջին եւ ցածր տեխնոլոգիական, հա, սեկտորների համար, որտեղ խթանվի նույն էլի հետազոտությունների եւ մշակումների աշխատանքները, որ այս բան մեխանիզմներ չկան որևէ պետական եւ շատ կարևոր է, որ իրանք այդ գործը իրականացնեն։ Անվտանգային մասով մոռացա ասեմ, հա, նաև տեզերական ռազմավարությունն է արդեն տարիներ մշակվում եւ արդեն ժամանակն է դա վերջապես ընդունել։ Դա մենք կենտրոնացնում ենք մի արբանյակի վրա, թռավ, ընկավ, գնաց, բոլորը։ Մինչև հիմա դա է եղել, դա ռազմավարություն է, բայց հիմա կա մշակված ռազմավարություն, որը նորից օրենքը ընդունվել է, բայց ռազմավարություն չկա։ Չկա, այո։ Հա, ռազմավարությունը հիմա կա իրականում մշակված, որը մենք ակնկալում ենք, որ պետքա շտապ ընդունվի եւ սկսենք աշխատել, հա։ Եվ այս երկուսի մասով շատ կարևոր է, որպեսզի իրանք իրար հետ փոխկապակցված լինեն, բայց նաև շատ կարևոր է, որ այս երկու ուղղություններում անվտանգային եւ տնտեսական, եթե մենք մեր խնդիրների ձևակերպման մեխանիզմներ եւ դրանց պատվիրման մեխանիզմներ ձևակերպենք, ակնհայտ կլինի, թե ակադեմիական գիտության մեջ որ ուղղություններում ավելի շատ առաջնահերթություններ դնենք։ Այսինքն մեկը ակադեմիական գիտության մեջ մենք ուզելու ենք տպագրություններ, դա չի փոխվելու, ամբողջ աշխարհն այդպես աշխատում, հա։ Բայց դու կարող ես պետական քաղաքականություն սահմանել, ասել, քանի որ, ասենք, իմ համար էներգետիկ անվտանգությունը այսինչ խնդիրներ առաջացնում պետք է լուծենք, հետեւաբար եկեք ոնց որ ինչ որ առաջնահերթություն տանք այն ուղղություններին, այն խմբերին, ովքեր առաջարկում են ծրագրեր, որտեղ նաև այնտեղ էֆեկտ կունենան։ Դա նաև մեզ թույլ կտա հասկանալու, թե մեզ ինչ գիտական համակարգ է պետք, այսինքն ինչ ինստիտուտներ են մեզ պակասում, ինչ համալսարաններ են պակասում, հա, մեզ պետքա ձևավորել ինչ ֆակուլտետներ պետք է հանրային գիտական ինստիտուտների համակարգը, որ մենք հիմա ունենք ինչ որ չափով, բայց դա մնացել է դա խորհրդային ժառանգությունն է։ Կարող է ինչ որ խնդիրներ ունենք լուծելու, որ համար չունենք համապատասխան ինստիտուտը կամ գիտական խումբը, ուրեմն պետքա դրանց ստեղծել, որտեղ դա մեր կարիքներից է գալիս։ Բայց քանի են առաջին մակարդակ որ աստի չանենք, սա դժվար է այս հարցին պատասխանելը։ Հա եւ ակադեմիական գիտության դեպքում շատ կարևոր է, որպեսզի այն աճի տեմպը, որ գոնե ունեինք, դա պահպանել, որովհետև ամեն դեպքում եթե կորցնենք այն ինչ ունենք, դա վերականգնելն էլ է շատ բարդ։ Դա դեռ չի նշանակում, որ այն ինչ ունենք, այն է ինչ մեզ պետք է, այսինքն բաներ կա կարող է բարձրի մեզ պետք չի, այն ինչ որ բայ երբ որ մենք սահմանենք մեր նպատակները։ Բայց այս պահին մենք իրավունք չունենք այդ ռիսկի գնալու եւ գիտության ոնց որ վերացումը նորից մենք մի քանի տարի առաջ ոնց որ հասանք նրան որ գիտության վերացումը կանգնեցինք Հայաստանում, հա, վերջապես։
Հիմա նորից ոնց որ այտենց ինչ որ ոնց ասեմ, իրավիճանք ենք ընկնում։ Այս տարի առաջին անգամ կրճատվել է, հա, գիտության ֆինանսավորումը, որը խնդիրներ է առաջացնել։ Դե ասում են մեկը մեկի հետ ու կարծես թե չեն ճանաչում աջ ձեռը, ձախ ձեռը եւ ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ ֆուտբոլ ուզում ենք խաղալ կամ առանց ֆուտբոլիստների կամ առանց գնդակի։ Դրա համար ամփոփենք մեր առաջարկները, որ այնտեղ բսեք նայել։ Առաջարկներ մեր մասնակիցների կողմից հնչած նախ ստեղծել ֆինանսական հստակ կառուցվածք։ Բնագիտական ոլորտին ուսանողներին տալ կրթաթոշակ, իդեոլոգիան գիտության նկատմամբ բարձրացնել, երկխոսություն գիտնականի եւ պետության, ամուր կապ հասարակության հետ, գիտության եւ կրթության կապը, սահմանել նպատակներ, խնդիրներ, գիտության հայեցակարգ, բնագիտության զարգացում կրկին, կրթաթոշակներ, հայագիտության զարգացում, գիտության պրոպագանդա, նոյեմբերի 10-ը գիտության օր եւ մրցանակներ եւ ուզում եմ ավելացնել, որ մեր բազմաթիվ սերիալներում թող մի հատ էլ գիտնական երևա, թե չէ անհասկանալի մարդիկ են ընդդեմ։ Բայց այդ միջավայրում գիտնականին չի անելու։ Դե տեսնենք ինչ է անում էլի այդ միջավայրում։ Առաջի սերիան կվախճան։ Գիտական ժուրնալիստիկա, հանրայնացում, հարկային արտոնություններ մասնավորին, որը աջակցում է գիտությանը, գիտնականների ներգրավում ընդհանուր ճանապարհային երթևեկության օրենքների եւ տեղաշարժի մասին, աստղագիտության առարկայի վերականգնում, գիտություն եւ արդյունաբերության խթանում, ինչպես նաեւ հստակեցնել առաջնահերթությունը, մենք քարանձավում ենք, թե տիեզերանավում։ Լսենք արհեստական բանականության, թե ինչ է պետք մեր գիտության զարգացման համար եւ որպիսի երիտասարդները ներգրավեն։ Հայաստանում այսօր Հայաստանում գիտությունը գտնվում է վերափոխման փուլում, սակայն շարունակում է մնալ սահմանափակ ռեսուրսներով։ Պետական ծախսերը գիտության վրա աճել են, բայց դեռ ցածր են միջազգային չափանիշների համեմատ։ Գիտական համակարգում նկատվում է սերնդային անհավասարակշռություն երիտասարդների ոչ բավարար ներգրավմամբ։ Գիտության հիմնական խոչընդոտները գլխավոր խնդիրը թերֆինանսավորումն է, որը սահմանափակում է հետազոտությունների շարունակականություն ու որակը։ Երիտասարդ գիտնականները բախվում են ցածր աշխատավարձերի, կարիերայի անորոշ ուղու եւ ժամանակակից լաբորատոր պայմանների պակասի։ Բացի այդ, գիտության կապը տնտեսության ու արդյունաբերության հետ թույլ է զարգացած։ Ինչպես է ֆինանսավորվում գիտությունը Հայաստանում։ Գիտության հիմնական ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից, բազային եւ մրցութային ծրագրերի միջոցով։ Վերջին տարիներին բյուջեն որոշ չափով աճել է, սակայն շարունակում է կախված մնալ պետությունից։ Լրացուցիչ ֆինանսավորում ապահովվում է միջազգային դրամաշնորհներով եւ սփյուռքյան հիմնադրամների միջոցով։ Երիտասարդ գիտնականների հնարավորությունները երիտասարդ գիտնականները կարող են մասնակցել պետական եւ միջազգային դրամաշնորհային մրցույթների։ Կան ծրագրեր վերապատրաստման, գիտաժողովների մասնակցության եւ կարճաժամկետ հետազոտությունների համար։ Սակայն այդ հնարավորությունները հաճախ անկայուն են եւ չեն ապահովում երկարաժամկետ գիտական կարիերա Հայաստանում։ Եզրակացություն Հայաստանում գիտություն ունի մարդկային ներուժ, բայց բախվում է կառուցվածքային խնդիրների։ Առանց կայուն ֆինանսավորման, սերնդափոխության հստակ քաղաքականության եւ միջազգային ինտեգրման, ոլորտի զարգացումը սահմանափակ կմնա։ Երիտասարդ գիտնականների պահպանումը շարունակում է մնալ համակարգային մարտահրավեր։ Համամիտենք, կարծեք թե այս անգամ եւս կարծես չհասկացավ խնդիրը։ Բայց ասաց, որ կան կադրային, ոչ թե կադրային խնդիրներ, այլ շատ ավելի քիչ, քան մենք այստեղ։ Այո, որովհետև 10 սապատիկ ավելի քիչ։ Դա լավ ցուցիչ է, որովհետև այդ պարագայում մենք մտահոգվելու առիթ կունենայինք, եթե արհեստական բանականությունն ավելի ասեր։ Որ գոնե հասկանում ենք, թե ինչ է պետք։ Այո։ Դա առաջին քայլն է։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն այսօրվա մասին այսքան։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ
ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։